Էլեն Ուայթ Ընտանեկան երջանկության գաղտնիքները Գլուխ 6 Տուն Մեր նախածնողների առաջին տունը պիտի բնակարանի օրինակ ծառայեր իրենց երեխաների համար, երբ նրանք կտարաբնակվեին ամենուրեք և կլցնեին երկիրը։ Իր իսկ Աստծո ձեռքով զարդարված այդ տունը հոյակապ պալատ չէր։ Մարդիկ ուրախանում են հսկայական ու թանկարժեք շինություններով և հպարտանում իրենց ձեռքի գործերով, բայց Աստված Ադամին բնակեցրեց պարտեզում։ Դա նրա կացարանն էր։ Երկնագույն երկինքը նրա տան գմբեթն էր, հողը ընտիր ծաղիկներով և բնական կանաչ գորգով հատակն էր, իսկ գեղեցիկ ծառերի խիտ տերևները վրան էին նրա համար։ Դրախտային տան պատերը հոյակապ տեսք ունեին, ճոխ ու հրաշալիորեն զարդարված մեծ վարպետի ձեռքով։ Սա պիտի դաս լինի բոլոր ժամանակների մարդկանց համար, սովորեցնելով նրանց, որ երջանկությունը ձեռք է բերվում ոչ թե հպարտ բնավորության կամ շքեղության շնորհիվ, այլ Աստծո հետ հաղորդակցությամբ, նրա արարչագործության միջոցով։ Հիսուսը եկավ այս աշխարհ, որպեսզի կատարի այն մեծագույն գործը, որը երբևէ ձեռնարկել էր մարդը։ Նա, որպես Աստծուց ուղարկված, եկավ ցույց տալու մեզ, թե ինչպես պիտի ապրենք, որպեսզի հասնենք երջանկության։ Ինչ պայմաններ ստեղծեց ամենազոր Հայրն իր որդու համար։ Գալիլեայի լեռներում առանձնացած տուն, ընտանիք, որ ապրում էր ազնիվ, արժանապատիվ աշխատանքով, պարզ կյանք, ամենօրյա պայքար դժվարությունների և ձախորդությունների դեմ, ինքնազոհություն, խնայողություն և ջանասեր, ուրախ ծառայություն, մոր հետ անցկացրած Սուրբ Գրքի ուսումնասիրության ժամեր, բացված մագաղաթի մոտ, արևածագի լռություն և կանաչ հովտի մթնշաղեր, խորհրդածություն արարչագործության և նախախնամության մասին և հաղորդակցություն Աստծո հետ։ Այսպիսին էին Հիսուս Քրիստոսի կյանքի վաղ տարիների պայմանները։ Մտերմություն բնության հետ։ Կյանքը քաղաքներում լի է կեղծ արժեքներով և արհեստականորեն ստեղծված պայմանականություններով։ Շահի կրքոտ ցանկությունը, կրկռիչ եռուզեռը և հաճույքների տենչը, ցուցամոլության քաղցը, ճոխությունն ու խելահեղությունը կլանում են մարդկանց հսկայական զանգվածների, նրանց միտքը հեռացնելով կյանքի իսկական նպատակից և հատկապես երիտասարդության վրա թողնելով գրեթե անհաղթահարելի ազդեցություն։ Առավել նրբին ու վտանգավոր փորձություններից մեկը, որ քաղաքներում դարանակալում է երեխաներին ու երիտասարդությանը, հաճույքների տենչն է։ Քաղաքային միջավայրը հաճախ վտանգավոր է առողջության համար։ Հիվանդ մարդկանց հետ շփման մեջ մտնելու մշտական անհրաժեշտություն, աղտոտված օդ ու ջուր, կյանքի ճնշող, անառողջ պայմաններ։ Ահա միայն մի քանի հիմնախնդիրներ, որոնց հետ բախվում է քաղաքի բնակիչը։ Աստծո դիտավորության մեջ չէր մտնում, որ մարդիկ կուտակվեին քաղաքներում, նեղվելով տներում ու վարձակալված շենքերում։ Սկզբում նա տեղավորեց մեր նախածնողներին հրաշալի բնապատկերների ու հնչյունների մեջ։ Նա կամենում է, որ այդպիսի պայմաններն ուրախացնեն մեզ նաև այսօր։ Որքան մոտ լինենք Աստծո սկզբնական ծրագրին, այնքան ավելի մեծ կլինի առողջ մարմին, միտք և հոգի ունենալու հնարավորությունը։ Ցանկալի է, որ տանը կից լինի այգի, և երեխաները օգնեն մշակել այն, ինչը նրանց համար միաժամանակ կլինի և զվարճանք, և օգտակար աշխատանք։ Բույսերի և ծաղիկների հետ զբաղմունքը նպաստում է նրբին ճաշակի դաստիարակմանը և մտավոր զարգացմանը, իսկ Աստծո ստեղծած օգտակար ու հրաշալի արարածների հետ ծանոթությունը մաքրող և ազնվացնող ներգործություն է ունենում մտքի վրա։ Ոչ ոք չի կարող հաջողություն ունենալ հողագործության կամ այգեգործության մեջ առանց այդ բնագավառներին վերաբերվող օրենքների իմացության։ Անհրաժեշտ է սովորել բույսերի առանձնահատկությունները, որոնցից յուրաքանչյուրը պահանջում է ուրույն խնամք և մշակում։ Ուշադրությամբ վերատնկելը, էտելն ու ջրելը, գիշերը ցրտից և ցերեկը արևից պաշտպանելը, մոլախոտներ քաղանելը, բույսերի հիվանդությունների և պտղատու ծառերի ձևավորման ժամանակ վնասակար միջատների դեմ պայքարելը
եւ հողամասում կարգ ու կանոն հաստատելը կարևոր դասեր են, որոնք անհրաժեշտ են բնավորության զարգացման համար եւ բացի այդ աշխատանքն ինքնին անձի կատարելագործման միջոց է։ Մշակելով իր մեջ ջանասիրություն, համբերություն, ուշադրություն մանրամասների նկատմամբ, հնազանդություն օրենքին, մարդը ձեռք է բերում հույժ կարևոր նախապատրաստվածություն։ Մշտական շփումը կյանքի գաղտնիքների ու բնության հրաշքների հետ, բարությունը, որը ծնվում է Աստծո ստեղծած այդ հրաշալի արարածներին ծառայելիս, կաշխուժացնեն միտքը, կմաքրեն ու կվեհացնեն բնավորությունը։ Աստված մեզ շրջապատել է բնության գեղեցկությամբ, որպեսզի գրավի եւ հետաքրքրի մեր միտքը։ Նա կամենում է, որ բնության կատարելությունը համահունչ լինի իր բնավորությանը։ Եթե մենք ջանասիրաբար ուսումնասիրենք բնության գիրքը, անկասկած կհամոզվենք, որ այն Աստծո անսահման սիրո եւ զորության մասին խորհրդածությունների առատ շտեմարան է։ Սրտի այգին։ Թող երեխաները սովորեն բնության մեջ տեսնել Աստծո սիրո եւ իմաստության արտահայտությունը։ Թող Աստծո մասին նրանց խոհերը կապված լինեն թռչունների, ծաղիկների եւ ծառերի հետ։ Թող ամեն տեսանելին հետաքրքրություն արթնացնի անտեսանելիի նկատմամբ եւ ամեն կենսական երևույթ ճշմարտության ուսուցման միջոց դառնա։ Զարգացման գործընթացի բազմակերպության մասին բազմաթիվ դասերից ամենաուսանելիներն արտահայտված են աճող սերմի մասին Փրկչի պատմած առակի մեջ։ Սերմի աճը պատկերում է հոգևոր կյանքի սկիզբը, իսկ բույսի զարգացումը լուսաբանում է բնավորության զարգացումը։ Ծնողներն ու ուսուցիչները, եթե ձգտում են օգուտ քաղել այս դասերից, պիտի դրանք կիրառեն գործնականում։ Թող երեխաները իրենք պատրաստեն հողը եւ սերմեր ցանեն։ Աշխատանքի ժամանակ ծնողները կամ ուսուցիչները կարող են բացատրել նրանց, որ սիրտն էլ մի այգի է, ուր ցանվում են բարի ու չար սերմեր, եւ ինչպես հողն են նախապատրաստում բույսեր սերմանելու համար, այնպես էլ սիրտը պետք է նախապատրաստել ճշմարտության սերմի համար։ Ոչ ոք չմշակված հողում սերմ չի ցանում ու հույսով սպասում նրա պտղին։ Որպեսզի նախապատրաստեն հողը եւ ցանեն սերմը եւ բերք աճեցնեն, անհրաժեշտ է համառ, քրտնաջան աշխատանք։ Նույնը պիտի տեղի ունենա նաեւ հոգեվոր կյանքում։ Հնարավորության սահմաններում ցանկալի է տունը ընտրել քաղաքներից դուրս, որպիսի երեխաները կարողանան հող մշակել։ Թող նրանցից յուրաքանչյուրը իր հողակտորն ունենա, եւ երբ դուք սովորեցնեք նրանց ծառեր տնկել, նախապատրաստել հողը սերմի համար եւ քաղանել մոլախոտերը, սովորեցրեք նաեւ, որ անհրաժեշտ է արմատախիլ անել վատ սովորությունները։ Սովորեցրեք նրանց պայքարել վատ հակումների դեմ, այնպես, ինչպես նրանք պայքարում են մոլախոտների դեմ բանջարանոցում։ Շատ ժամանակ կպահանջվի, որպիսի նրանց սովորեցնեք այդ ամենը, սակայն կորցրած ժամանակը շռայլորեն կհատուցվի։ Բնության ստեղծագործությունները Տիրոջ լռակյաց ծառաներն են տրված մեզ նրա համար, որ հոգևոր ճշմարտության դասեր սովորեցնեն։ Դրանք մեզ պատմում են Աստծո սիրո մասին եւ հռչակում նկարչի իմաստությունը։ Ինչպես կարող եմ իմ տունն ավելի գրավիչ դարձնել իմ երեխաների համար, մի վայր, որտեղ նրանք կցանկանան գտնվել։